Պարոն Ղևոնդյան, ուզում եմ անդրադառնանք Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի միջև ձեռք բերված համաձայնության, ըստ որի մեկամսյա հրադադար է հայտարարվում, իհարկե առաջիկայում հանդիպումներ պետք է լինեն նաեւ ռուսական կողմի հետ, այդուհանդերձ այս փուլում ինչպես եք գնահատում այսպիսի որոշումը, ինչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում։ Եթե Ռուսաստանը համաձայնի հրադադարին, ապա դա մի կողմ թողած բարոյական կողմը քաղաքական առումով էլ բավական հետաքրքիր զարգացումների կարող է բերել։ Մի կողմից այս երկու պետությունները Ռուսաստանը եւ Ուկրաինան ժամանակ կունենան մի փոքր մեկը իր տարածաշրջանում, մյուսը իր գործընկերների հետ փոխհարաբերությունների վերբեռնման, վերաձևակերպման, մյուս կողմից տարածաշրջանային պետությունները կկարողանան այլ խնդիրների վրա մի փոքր ավելի շատ կենտրոնանալ, բայց նորից նշենք, որ եթե այդ համաձայնությունը կյանքի կոչվի, որովհետև դեռևս փաստ չէ, որ Ռուսաստանը կգնա նման համաձայնության, ուղղակի հրադադար ըստ ամենայնի սա դրա մասին է, ուղղակի հրադադար առանց որևէ վերջնական համաձայնության կողմերի միջև որևէ հարցի շուրջ, ի վերջո Ռուսաստանը պնդում է օրինակ, որ ՆԱՏՕ-ի զորքեր պետք է Ուկրաինայում չլինեն, Ուկրաինայի մնացած տարածքը պետք է չկարողանա անդամագրվել ՆԱՏՕ-ի եւ այլն, կարծես թե նման երաշխիքներ որևէ մեկը Ռուսաստանին չի տալու ըստ այս համաձայնության, մյուս կողմից էլ Ուկրաինան էլ իր պահանջներն ունի, դրանք էլ կարծես թե չեն բավարարվելու, սակայն Ուկրաինան համաձայնություն տվել է։ Արդյոք Ռուսաստանը կտա իր համաձայնությունը, ես մի փոքր վատատես եմ։ Իսկ կողմեր ունեն հնարավորություն դեռ երկարատև պատերազմել, այսինքն եթե չի ձեռք բերվում համաձայնություն, պատերազմը էլ է երկարում եւ շատերի կարծիքով ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան այսօր չունեն այդ երկարատև պատերազմի ներուժ, ինչ։ Այստեղ հարցը նրա մեջ է, թե երկարատև ասելով ինչ ենք հասկանում, մինչեւ 6 ամսվա 1 տարվա ներուժ ըստ ամենայնի երկու կողմն էլ ունեն, իհարկե Ուկրաինան նաեւ արտաքին օգնության շնորհիվ, նույնիսկ առանց Միացյալ Նահանգների մասնակցության գնահատականներ կան, որ 6 ամիս կոնե Եվրոպայի օգնության շնորհիվ Ուկրաինան կարող է շարունակել պատերազմը, իսկ Ռուսաստանը քամելով իր ուժերը, կարծում եմ ավելի երկար կկարողանա շարունակել պատերազմը, այնպես որ եթե հաշվի առնենք նաև, որ եթե Ռուսաստանը չի համաձայնում, Միացյալ Նահանգները արդեն հայտարարել է, որ իրենք շարունակելու են օգնել Ուկրաինային, այնպես որ կարծում եմ, եթե համաձայնություն ձեռք չբերվի, պատերազմը կարող է դեռևս կարճաժամկետ առումով շարունակվել, բայց եթե նշում ենք երկարաժամկետ եւ նկատի չունենք 1 տարին, 6 ամիսը 1 տարին, գուցե 2 տարի նկատի չունենք ավելի երկար, ապա այո, երկու կողմերն էլ քանվում են եւ երկու կողմերն էլ ասելով պետք է հաշվի առնենք, որ ոչ միայն Ռուսաստանը եւ Ուկրաինան, նաեւ Ուկրաինային աջակցող ուժերը առաջին հերթին Եվրոպան որոշակի առումով քանվում է, ինչը խնդիրներ է ստեղծում երկու ուժերի համար եւ նաեւ նրանց աջակցող ուժերի համար արագորեն ինչ որ մի համաձայնության գալ։ Պատերազմը սկսվելու ժամանակ շատ էին մեկնաբանությունները, որ սա մեր տարածաշրջանից հեռու է, Հայաստանին որևէ կերպ սա չի առնչվի, բայց մենք տեսանք այն իրադարձությունները, որ տեղի ունեցան նաև այս տարիների ընթացքում, որոնք անմիջական ազդեցություն ունեցան թե մեր տարածաշրջանի, թե հենց Հայաստանի Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված, ինչ դիտարկումներ ունեք այս պատերազմի ավարտը Հայաստանի համար ինչ նշանակություն կարող է ունենալ։ Ճիշտ ասած, երբևէ չեմ հանդիպել նման գնահատականի, թե սա մեր տարածաշրջանից հեռու է, եթե նման գնահատականներ տվող եղել է, ուրեմն իմ գնահատմամբ նա չի հասկացել ոչինչ միջազգային հարաբերություններից։ Այս պատերազմը ի սկզբանե բավական լուրջ ազդեցություն ուներ մեր տարածաշրջանի նկատմամբ եւ պատերազմի ավարտը, ինչպես էլ որ այն ավարտվի, նույնպես բավական լուրջ ազդեցություն է ունենալու մեր տարածաշրջանի նկատմամբ, բայց այստեղ կարևորագույն մասը իմ խոսքում ինչպես որ ավարտվի այդ արտահայտությունն է, որովհետեւ տարբեր ավարտների դեպքում այդ ազդեցությունը մեր տարածաշրջանի նկատմամբ տարբեր է լինելու։ Եթե զինադադարը լինի, սրան անդրադառնանք երևի կարևորագույն օրակարգային հարցը այս պահին դա է, եթե զինադադարը լինի, կարծում եմ Ռուսաստանը որոշակիորեն շունչ քաշելու հնարավորություն կունենա եւ ավելի ակտիվ կփորձի մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելու դեմ պայքարել, որովհետեւ այդ գործընթացը հիմա շատ մեծ թափով առաջ է ընթանում, տարածաշրջանում Ռուսաստանը զիջում է դիրքերը, եթե հնարավոր լինի Ռուսաստանը կփորձի նաև վերադարձնել որոշակի ազդեցության հնարավորություններ, որոնք կորցրել է պատերազմի արդյունքում։ Թե ինչքանով դա կհաջողվի, իհարկե ժամանակը ցույց կտա, բայց հաշվի առնելով, որ զինադադարը 30 օր է տևելու, կարծում եմ մեծ հաջողություններ ակնկալել պետք չէ։
Հայաստանում այժմ ակտիվորեն քննարկվում է խաղաղության պայմանագրի կնքման հնարավորությունը, պարբերաբար այդ մասին խոսում են թե վարչապետը եւ թե արտաքին գործերի նախարարը, հետաքրքիր Ռուսաստանի մասնակցությունը այս փուլում ինչ զարգացումներ կարող է ունենալ եւ ընդհանրապես սա կլինի նորից այն հարցը, որը Ռուսաստանը եւ Արևմուտքը կփորձեն իրար մեջ կիսել։ Ըստ ամենայնի Ռուսաստանը որոշակիորեն փորձում է մասնակցություն ունենալ խաղաղության պայմանագրի գործընթացին, բայց Ռուսաստանի համար զգայուն գլխավոր երկու թեմաները սահմանակցում, սահմանազատումը եւ ենթակառուցվածքների ապաշրջափակումը դուրս են խաղաղության պայմանագրի կարգավորման տիրույթից։ Ես ենթադրում եմ ու բավական լուրջ հիմքեր կան ենթադրելով, որ հենց այդ պատճառով էլ դրանք դուրս են խաղաղության պայմանագրի կարգավորման տիրույթից, որովհետև դրանց վերաբերյալ համաձայնությունների ձեռքբերումը ենթադրելու է Ռուսաստանի շատ ավելի ակտիվ մասնակցություն, եւ քանի որ խաղաղության պայմանագիրը հարուցվել է եւ իրականացվել է հիմնականում արևմուտքի ջանքերով եւ արևմուտքի հարթակներում, ենթադրաբար հենց արևմուտքի կողմից էլ առաջարկ է գուցե եղել կամ Հայաստանը եւ Ադրբեջանը ինքնուրույն են եկել այդ եզրահանգմանը, որ կարելի է այս Ռուսաստանի համար զգայուն հատվածները հանել խաղաղության պայմանագրից, որպեսզի պայմանագրի կնքման հարցում Ռուսաստանի ազդեցությունը, մասնակցությունը, արգելափակումը կամ ընդհակառակը խթանումը նվազագույն լինի եւ ելնելով այս տրամաբանությունից հավանաբար Ռուսաստանը նվազագույն չափով կփորձի միջամտել, եթե օրինակ Հայաստանը եւ Ադրբեջանը մոտ ժամանակներում այդ վերջին երկու կետի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերեն եւ որոշեն ստորագրել խաղաղության պայմանագիրը, բայց դա չի նշանակում, որ մյուս հարցերում Ռուսաստանը իր մասնակցությունը նույնպես նվազագույն չափով է ապահովելու, տեսեք օրինակ ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում բավական կոշտ հայտարարություններ են գալիս Ռուսաստանից եւ այս հարցում Ռուսաստանը ունի կենսական շահեր, որոնք փորձելու է ատամներով պաշտպանել, այլ հարց է թե ինչքանով դա կստացվի։ Իսկ ընդհանրապես Ռուսաստանին պետք է խաղաղություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, թե սա այն գործիքն է, որը Ռուսաստանը մշտապես կարող է պահել իր ձեռքում երկու կողմերի վրա ազդեցություն ունենալու համար։ Ներկա պայմաններում հաշվի առնելով Ռուսաստանի հնարավորությունները, մեր տարածաշրջանում իրենց ազդեցության հնարավորությունները, այդ հարցը արդեն ժամանակավրեպ է, որովհետև այսպես թե այնպես Ռուսաստանը չունի գործիքներ խաղաղությունը ընդհանրապես արգելափակելու եւ օրինակ պատերազմ սանձազերծելու, առավել եւս որ Ադրբեջանի ղեկավարությունը ինքը կարծես թե շահագրգռված չէ նոր պատերազմների մեջ, իհարկե խոսույթը գուցե շատ կոշտ է, խոսույթում գուցե խոսվում է այն մասին, որ Հայաստանի նկատմամբ կանխարգելիչ գործողություններ կարող են իրականացվել եւ այլն, բայց գործողությունները ցույց են տալիս մեկ բան, որ Ադրբեջանը չի ցանկանում ռիսկի դիմել կորցնել այն ամենը, ինչ արդեն ձեռք է բերել, եւ ըստ այդմ նույնիսկ Ռուսաստանի կողմից առաջարկի կամ ճնշումների դեպքում Ադրբեջանը կփորձի խուսափել նոր պատերազմներից, եւ այսպես ստացվում է, որ Ռուսաստանը գործիքներ որպես այդպեսին չունի, որ խաղաղությանը խոչընդոտի, բայց Ռուսաստանը ունի գործիքներ, որոնց միջոցով կարող է առանձին բաղադրիչների հարցում ազդեցություն գործել եւ Ռուսաստանը գործիքները օգտագործում։ Իսկ այդ գործիքների մեջ մտնում է Հայաստանի ընդդիմադիր դաշտի հետ աշխատանք տանելը։ Մենք վերջին շրջանում օրինակ տարբեր պատգամավորների կողմից ընդդիմադիր տեսնում ենք Ռուսաստանի սիրաշահելու կամ Ռուսաստանի այսպես նշանակությունը Հայաստանի համար մեծացնելու փորձերը, Արմեն Գևորգյանի հոդվածը նկատի ունեմ Արմեն Ռուստամյանի հայտարարությունները, նաև Հայաստանի ապագան ԵՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում հարաբերությունները խորացնելու համատեքստում այս մեսեջները ինչ են ձեր կարծիքով նշանակում։ Վերջերս ես ցանկանում եմ մի մեջբերում անել, վերջերս այդ դաշտին պատկանող փորձագետներից մեկը հետաքրքիր գրառում էր կատարել, որտեղ նշել էր, որ ամեն մեկը խոսում է, գրում է կամ ներկայանում է ըստ այն ֆինանսների, որը նա ստանում է, կարծես թե ամբողջապես բնորոշելով իրենց դաշտը, եւ ես ավելի շատ այս տրամաբանության մեջ եմ դիտարկում ձեր նշած մարդկանց ձեր նշած գործիչների մոտեցումները, հայտարարությունները եւ այլն, եւ ոչ միայն գործիչների, նաեւ օրինակ փորձագիտական դաշտի տարբեր ներկայացուցիչների մոտեցումները, իսկ գործիքների մեջ արդյոք մտնում է, իհարկե դա մտնում է, Ռուսաստանը բազմաթիվ գործիքներ ունի, դրանք տնտեսական գործիքներ են, ժողովրդագրական գործիքներ են, տեղեկատվական գործիքներ են, ռազմական ներկայության գործիքներ են, օրինակ 100-րդ ռազմաբազան եւ այլն, բազմաթիվ են նման գործիքները, եւ այդ գործիքներից են նաեւ տվյալ
պետություններում եւ ոչ միայն Հայաստանում, նաեւ Ադրբեջանում գործող այն կառույցները կլինեն դրանք քաղաքական կառույցներ, կլինեն փորձագիտական, հասարակական, նույնիսկ տնտեսական որոշ կառույցներ, բիզնես կառույցներ, որոնք հենց Ռուսաստանին չեն պատկանում, բայց Ռուսաստանի աջակցությամբ են գործում։ Դրանք բոլորը Ռուսաստանի ձեռքին գործիքներ են, որոնք օգտագործում է Ռուսաստանը հիբրիդային պատերազմի տրամաբանությունում, իսկ հիբրիդային պատերազմ տեղի ունենում ոչ միայն Հայաստանի, այլ օրինակ նաև Ադրբեջանի նկատմամբ։ Իսկ Ռուսաստանին պետք է Հայաստանում ուրիշ իշխանություն այս փուլում ձեր կարծիքով։ Նկատի ունեք այն իշխանությունը, որը այս քաղաքացիական պայմանագիրը չէ։ Այո, որովհետև Արմեն Գևորգյանի հոդվածը օրինակ այդ տրամաբանության մեջ էր, որ հակաթուրքական իշխանություն է պետք, եթե չեմ սխալվում, այսպեսի ձևակերպում էր։ Տեսեք, նորից մենք վերադառնում ենք այն հարցին, որի մասին արդեն խոսեցինք, արդյոք Ռուսաստանը խաղաղություն ցանկանում է թե ոչ։ Այս պահին Ռուսաստանին, եթե նույնիսկ պետք է, Ռուսաստանը չունի գործիքներ Հայաստանում իշխանություն փոխելու եւ անկախ նրանից Մոսկվայում ուզում են թե չեն ուզում, նրանք ստիպված են աշխատել ներկա իշխանությունների հետ։ Եթե կգա ժամանակ իրենք այդ հնարավորությունը կունենան, գուցե օրակարգում կլինի իշխանությունը փոխել թե չփոխելու հարցը, բայց հուսամ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը նախկինից դասեր է քաղել եւ նման հնարավորություն այլևս Ռուսաստանին մենք չենք տա։ Պարոն Ղևոնդյան, ձեր դիտարկմամբ Հայաստանի իշխանությունները եւ Հայաստանի դիվանագիտությունն առհասարակ ունի այս աշխարհակաղակական լայն փոփոխությունների մեջ դիրքավորվելու այդ պատասխանատվության զգացումը այս պահին։ Ճիշտ ասած չեմ կարող 100%-ով գնահատել, թե Հայաստանի դիվանագիտությունը ինչպես է աշխատում, բայց օրինակ եվրոինտեգրման քաղաքականության առաջընթացը, օրինակ այն, որ Եվրաքվե նախաձեռնությունը պաշտպանեց փաստացի իշխանությունը արդեն առաջին ընթերցմամբ օրենքը ընդունվել է, սպասում ենք երկրորդ ընթերցմանը, այն, որ Հայաստանի արժեքային քաղաքակրթական ինքնությունն են փորձում ձևավորել, իհարկե ես Հայաստանի վարչապետի գաղափարական ուղերձի հետ կապված որոշակիորեն դրական մոտեցումներ չունեմ, որովհետև նախ այնտեղ կային բազմաթիվ հակագիտական ձևակերպումներ, եւ բացի դա վարչապետը չէ այն մարդը, ով որ պետք է նման հայտարարություններով հանդես գա Հայաստանի հասարակության առջև, բայց մյուս կողմից ինքնին փաստը, որ Հայաստանի իշխանությունը փորձում է ձևավորել նոր քաղաքակրթական արժեքային ինքնություն Հայաստանի ժողովրդի համար, արդեն խոսում է այն մասին, որ կա այդ մտայնությունը, որ Հայաստանին այս աշխարհակաղակական անցումային ժամանակաշրջանում պետք են հստակ կողմնորոշիչներ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։